Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում է Անտապանի գիտական Հայաստան հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության միակ արդյունաբերության նախարար, մասնագիտությամբ ինժեներ, տեխնիկական գիտությունների տեխնացու Աշոտ Սաֆարյանի հետ։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը, պարոն Սաֆարյան, եւ իմ առաջին հայցը գուցե մի քիչ փիլիսոփայական թվա ձեզ, բայց դուք եղել եք արդյունաբերության նախարար մի երկրում, որը որ ժառանգություն էր ստացել, հսկայական արդյունաբերական համալիրներ, որ համարվում էր Հայաստանի նախկին խորհրդային միության ամենահզոր հանրապետություններից մեկը իր արդյունաբերությամբ եւ գիտական ներուժով, եւ բնական է, որ Հայաստանի Հանրապետությունը անկախությունից հետո արդյունաբերության նախարար պիտի ունենար, ընտրել են ձեզ, եւ ինչ որ ժամանակ հետո պետությունը համարել է, որ արդյունաբերության նախարար մեր երկրին պետք չէ։ Չեք կարծում, որ մեր պետության նախագծման մեջ ի սկզբանե խոշոր սխալներ են արվել, կամ ոչ կոմպետենտությունից, կամ այլ երկրների թելադրանքով, չէ որ արդյունաբերական հզոր երկիր ցանկացած թե բարեկամ, թե թշնամի երկրների համար մեկի համար անցանկալի մրցակից է, մյուսի համար վտանգ։ Չեք կարծում, որ ուրեմն այդ արդյունաբերությունից հրաժարվելը ըստ էության մեր երկրի սխալ նախագծման հետևանք է։ Շնորհակալություն հրավերի համար։ Նախ ուզում եմ ողջունեմ ձեր ունկնդիրներին, գիտական Հայաստան այդ հաղորդաշարի ունկնդիրներին։ Սկսեմ նրանից, որ մի փոքր պատմական էքսկուրս անենք, շատ փոքր։ Սկսեմ նրանից, որ Հայաստանի արդյունաբերության նախարարությունը ձևավորվել է 1991 թվականին։ Մինչև այդ նա իր մեջ ներգրավել է բոլոր այսպես կոչված միութենական խոշոր գործարանները։ Հայաստանում այդպիսի նախարարություն չէր եղել մինչև այդ։ Մենք ունենք թեթև արդյունաբերություն տեղական, բայց այսպես կոչված ծանր արդյունաբերությունը բաժանված էր սովետական միության խոշոր նախարարություններից։ 91 թվականին մենք ձևավորվեցինք եւ փաստորեն նոր նախարարություն սկսեց process-ը այդ գործարանները կամաց ներգրավել ուրեմն իրանց աշխատանքային ոլորտով ղեկավարման։ Նո առաջի փորձը, քանի որ ես այսպես ասեմ գիտությունից է եկել, ես սովետական տեխնիկական գիտությունների տեխնացու եմ, աշխատել եմ արդյունաբերությունում, նրանից հետո մոտարապես 10 տարի պոլիտեխնիկական ինստիտուտում դասավանդել եմ սպեցառարկաներ։ Առաջի մեր անալիզը որ բան արեց, հզորության տեսակետից ձեզ ասեմ, օրինակ էլեկտրոտեխնիկայի ոլորտում մենք սովետական միությունում երրորդն էինք։ Հայաստանը սովետական միության էլեկտրոտեխնիկական արտադրանքի 17%-ն էր արտադրում։ Պատկերացնում եք, ասենք սովետական մակարդակով։ Առաջի անալիզը ցույց տվեց, որ 3 օբյեկտ, որ միջև մեր նախարարությունը արդեն փակվել էր կամ ոչնչացվել էր, առաջինը Նայրիտը, երկրորդը Ալավերդու պղինձաձուլական գործարանը եւ երրորդը մեր ատոմակայանը, էներգետիկա կախվեր։ Այս 3 օբյեկտների բացակայությունը կարելի է այսպես ասել ժողովրդական լեզվով մեր մեջքը կոտրել էր։ Բայց իհարկե որպես այսպես ասեմ խնդիրը դրված էր ինչ որ ձև պահպանել հիմնական արտադրությունները եւ այդ process-ը շատ ծանր process էր, մանավանդ մենք արդեն բլոկադայի մեջ էինք, էներգետիկ կրիզիսի մեջ էինք, բավականին լուրջ խնդիրներ էր մեր առջև դրել, չնայած դրան դուք նկատում եք երկրի ղեկավարությունը այն ժամանակ հասկանում էր, որ պետք է արդյունաբերությունը
շարունակի գործել։ Այո, երկրի ղեկավարությունը այն ժամանակ հասկանում էր, երկրի ղեկավարությունը ճիշտ է, մեզ ոչ մի ձևով, ասենք, աջակցելու հնարավորություն էլ չուներ մեր պետությունը, ասենք մենք մեր ուժերով պիտի կարողանայինք մեր գլխի ճարը տեսնենք, այսպես ասենք, ու պահպանենք, որտեվ լինելով, ասենք, ընթացքում էլ նաև ինչ խոսք այդ 6 տարվա մեջ, որ ես նախարար եմ եղել, դու դառնում ես պետական գործիչ, արդեն պետականության տեսակետից եւ արդյունաբերության դերը հասկանալով մեր երկրում, ես աջակցություն եմ ստացել այն ժամանակ, ասենք, եւ մեր առաջին նախագահն էր մեզ աջակցում, եւ վարչապետը հասկանում էր ինչ խնդիրների մասին է խոսքը գնում, եւ ես հասկացա այդ ընթացքում իմիջիայլոց ժամանակին էլ ես չեմ հիշում 94 թե 95 թվականին էր առաջին նախագահի հրամանագրով ստեղծվեց մի հատ հանձնաժողով, որը պետք է մշակեր Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինան։ Ես այդ հանձնաժողովի անդամ էի։ Եվ մենք, ասենք, այդ ընթացքում նաև քննարկում էինք ռազմական դոկտրինայի շրջանակներում, թե մեր արդյունաբերությունը ինչ վիճակում է։ Ռազմական արդյունաբերություն։ Գիտեք ինչ կա, ռազմական արդյունաբերությունը արդյունաբերության սիրտն է։ Իմիջիայլոց արդեն սկսած 93-94 թվականից լավ տենդենցիաներ չեն զարգանում, ես դες մի բան ասեմ, եթե մի երկրում արդյունաբերությունը չի ծառայում իր էներգետիկային եւ անվտանգությանը, այդ երկրում արդյունաբերություն պետք չի։ Մենք կամաց եկանք դրան։ Եթե ավելի բաց ասեք, ավելի ճիշտ կլինի։ Ես հասկացա ձեզ, որ փաստորեն գերադասվեց դրսից ապրանքները գնել է տեղական արտադրանքի։ Այո, եւ ռազմական ոլորտում առանց։ Եվ ռազմական ոլորտում ես մի անգամ էլ ասեցի, քանի որ մենք 91 թվականին պրակտիկորեն մենք ոչ մի ռազմական արդյունաբերություն չունենք։ Ասենք մենք ունենք ռազմական արդյունաբերություն, բայց վերջնական պրոդուկտ չենք արտադրել։ Այո, որովհետև խորհրդային միության մեջ այո, մենք կոմպլեկտացիա եւ այլ դետալներ այդպես ենք եղել։ Երբ որ մենք անալիզ արեցինք, տեսանք, որ ոչ մի բան չեն, եւ մեր դեմ խնդիր դրվեց ամբողջացնել այդ, ամբողջացնել եւ սկսել զարգացնել ռազմական արդյունաբերությունը։ Մեր առաջի փորձերը ստեղծվեց ռազմաարդյունաբերական համալիր, որը ղեկավարում էր վարչապետը, առաջի համալիրի նախագահն եղել է այն ժամանակվա վարչապետ պարոն Մանուկյանը, Վազգեն Մանուկյանը, նրանից հետո Հրանտ Բաքրացյանը, ստեղծվեց համակարգ, որը սկսեց պլանավորել էր զարգացնել, ի շնորհիվ դրան մենք կարողացանք ստեղծել այստեղ փամփուշտի արտադրություն, կարողացանք ստեղծել ականների արտադրություն, ականանետներ, ճիշտ է, տեխնիկական որակով կարելի ասպես դեռ նրանք բավարար որակ չունեն, բայց ամեն ինչի սկիզբն է կարևորը։ Կարողացանք ստեղծել տարբեր տեսակի զենքեր, ավտոմատներ եւ այլ։ Կամաց զարգանում ենք, գնում ենք դեպի ավելի տեխնոլոգիական զարգացման բաները։ Բայց այդ տենդենսը, որ ես ձեզ ասեցի 94-95 թվականից սկսած, որ մենք տեսանք, որ շրջանցվում է արդյունաբերությունը փաստորեն, ինչ տեսակետից, ասենք, էներգետիկները սկսեցին իրանց համար ուրիշ, ասենք, մատակարարման աղբյուրներ ման գալը, կոպիտ օրինակ բերեմ, ասենք, ինչ է նշանակում հաշվիչը, հաշվիչը մենք կարանք արտադրենք, բայց հաշվիչը գնում են դրսից էին առնում։ Լծակներ չկար, որպեսզի կարողանայինք այդ հանգամանքները կառավարել։ Այսինքն կարելի ասել, որ խնդիրը ձեր արտադրանքի որակն էր, թե չկար պետական քաղաքականություն, սեփական արտադրանքը խրախուսել։ Երևի ճիշտ կլինի ասել չկար պետական քաղաքականություն, բաց տեքստով ասել, որտեվ այն որակի
հաշվիչները, որ դրսից առնում են, մենք այդ որակից ավելի լավ հաշվիչ կարող ենք արտադրել։ Խոսքը կալկուլյատորների մասին։ Չէ, էներգետիկ, այսպես ասած, ժողովրդական լեզվով շրջիկները, հա, որը Իրանից պրիմիտիվ ըստ էության արտադրանք է, այսպես ասեմ, հա։ Այո, հասկացա։ Հա, ու միանգամից էլ սկսվեց բանը, ասենք, մենք ունենք կապի միջոցների գործարաններ, ասենք կապի նախարարությունը ասում էր, այդ գործարանները տվեք մեզ, որ մենք իրանց աշխատացնենք։ Պաշտպանության նախարարությունը ասում էր, ով որ զենք է արտադրում, այդ գործարանները տվեք մեզ, որ մենք բանանենք։ Ես էլ բացատրում եմ, ասում եմ, ինձ համար դա շատ է, բայց դա սխալ է։ Չի կարող պատահի ռազմական արդյունաբերությունը լինի պաշտպանության նախարարության մեջ։ Ինչու՞։ Դա ստրուկտուրային սխալ է։ Որովհետև պաշտպանության նախարարությունը կգերադասի գնել այդ ապրանքները, Որակինչի հետևի ցանկացած գին կդնի, կոնկուրենցիա չկա եւ վերջով կվերջանա բացասական արդյունքով։ Չի կարելի դա։ Եթե մենք ունենայինք մեր ստրուկտուրան հենց լներ, որ պաշտպանական արդյունաբերության որոշ երկրներում, ասենք, գլխավոր շտաբն ու պաշտպանությունը առանձին են, հա, նա զբաղվում է բանակի մատակարարով, այդ դեպքը ուրիշ բան է, բայց չի կարելի, ասենք, պաշտպանություն նախարարությանը 10 գործարան, որ զենք է արտադրում։ Շատ լավ, ես ուղղակի հարցնեմ ձեզ, մեր փաստորեն սխալներից կամ այդ մոտեցումների հետևանքը են կոռուպցիաները, որը առաջացավ բանակում։ Ես չեմ կարծում, գիտեք ինչ կա, երևի բավարար, ասենք ձեզ մի հատ օրինակ բերեմ, էլի, մեզ հաջողվեց Նայիրիտը գործարկել, հա, ուրիշ տեխնոլոգիայով։ Նայիրիտի վերագործարկումից հետո, ուրեմն, որպեսզի Նայիրիտի պատմությունը ճիշտ հասկանաք, աշխարհում կա 400,000 տոննայի խլորոպրենային կաուչուկի հզորություններ, 400,000 տոննայի, ուրեմն 80,000-ի հզորությունը Հայաստանում էր։ Բավականին մեծ տոկոս է։ Այսինքն բաց տեքստով ասեմ, դրսի կոնկուրենտները շահագրգռված էին, որ մեր Նայիրիտը չաշխատի։ Եվ ցավոք սրտի այն կառույցները, որ ստեղ ներկայացնում էին դրսի, այսպես ասած, ուժերը, ֆինանսական ուժերը, ամեն ինչ անում են, որ Նայիրիտը բանկրոտի ենթարկվի։ Ես միակ մարդն էի նախարարությունում եւ Նայիրիտի լուսահոգի Սուքիասյանի հետ, որ պաշտպանում ենք այդ գործարանը։ Ես ճիշտ ասած ուզում եմ ավելի բաց տեքստով խոսեմ, առանց անուններ տալու, որպեսզի Ինչ պետք է անուններ էլ գտանք, հա։ Բայց խնդիրը ինչն է։ Այսինքն մենք միջազգային կազմակերպություններից գրանտներ ենք վերցնում, այդ գրանտները տրվում են այն պայմանով, որ տեղական արտադրությունը չաշխատի։ Քողարկված, այո, քողարկված։ Ես դες ավելի լայն բանով ասեմ, բոլոր այդ միջազգային կառույցները շահագրգռված են, որ մենք արդյունաբերություն չունենանք։ Դրա համար է գծված այդ մոդելը, որ պետությունը չպետք է միջամտի։ Այո։ Եվ դա ինչ էր տալիս մեզ, ինչու մեր ղեկավարությունը համաձայնվում է այդպիսի մոդելների հետ։ Փողի կարիք ուներ։ Դե փողի կարիք էլ ունեին, բայց երևի ասեմ ձեզ, մասնավորապես մեր գնալուց հետո արդեն այդ մոտեցում, դե տեսեք, մի հատ ուրիշ օրինակ բերեմ ձեզ, ես մի անգամ էլ ասել եմ, մենք ասենք 97 թվին գնացել ենք, 97-98 թվին, մինչև 2003 թիվը, ինչ որ մենք ստեղծել ենք, ռազմական սաղ վերացել է։ Դա ինչի կարիքի մասին է խոսքը գնում։ Դա ստավկա էր դրվում, որ մենք զենքը դրսից դառնանք, օրինակի համար եմ ասում, մենք պետք է սեփական արտադրություն չունենանք։
Տեսեք, ես չեմ ուզում մենք քաղաքական քննարկում անենք, ես ուզում եմ մենք հասկանանք, այսինքն տեխնոլոգիական թերացումները գալիս են քաղաքական որոշումներից, ոչ թե պոտենցիալի բացակայությունից, ոչ թե ես դες անկեղծ ասենք որ մենք նայեցինք մեր գործարանների վիճակը, մեր գործարանների վիճակն էլ առանձնապես մի բարվոք վիճակ չէր։ Բոլոր այդ մեքենայական պարկը արդեն 30-ից 40-50 տարվա մաշվածություն ուներ։ լավ, Ռեկոնստրուկցիա չէր գնացել, զարգացումներ չեն եղել։ Ցավոք սրտի սովետական պլանային համակարգը ստիպում էր նրան, որ գործարանները շահագրգռված չէին, իրանց համար պլանն էր ամենակարևորը։ Եթե գործարանը կանգնում է ինչ-որ ռեկոնստրուկցիայի կամ նորություն է ուզում բանանել, վտանգ կա, որ պլանը չկատարի։ Ոչ մեկ այդ քայլին չէր գնում։ Ասենք մենք էլ չենք ստացել այնպեսի արդյունաբերություն, որ շատ բարվոք վիճակում էր։ լավ, Դրա համար խոսքը տրված էր, ասենք, նոր արտադրությունների, նոր զարգացումների։ Ներողություն էսպիսի մի հարց տամ, իսկ որքանով էր այդ պրիվատիզացիայի գործընթացը, մասնավորեցման գործընթացը, այդ վատ կազմակերպված պրիվատիզացիան բերեց այդ արդյունաբերության անկման։ Ես դες պատասխանեմ, ուրեմն քանի որ մենք ամենամեծ արդյունաբերական անկումը ունեցանք 92 թվականին, ուրեմն 92 թվականին անկումը կազմել է 52%, ասենք 92 թվականին Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով։ Ոչ միայն հումքի, կոմունիկացիաների եւ այլի, հետո գիտեք ինչ վիճակ էր ստեղծվել, բոլոր այդ այսպես կոչված պարտներները, կոնտրագենտները, որ նախկին սովետական միության տարբեր հանրապետությունում, նրանք փող չունեին, որ մեր արտադրանքը առնեին։ Սկսում էր այդ բարտերային եղանակը, որ ստեղից ասենք դու դետալ ես ստանում հեռուստացույցի գործարան, Ռուսաստանում քեզ դրամի տեղը հեռուստացույց են տալիս, հեռուստացույցը բերում ես, մեկին ծախում ես, ուրիշ բան ես վերցնում, մինչև այդ դրամը գալիս է հասնում այստեղ, արդեն նրա կեսի կեսն է մնում, հասկանում եք ինչ եմ ասում։ Այդ պայմաններում մենք հասկացանք, որ մեր խնդիրն է մեր նվազագույն կարիքները ապահովելու եւ ինչ որ աշճանի վրա արդյունաբերության անկումը ստաբիլիզացնելու։ Մեզ հաջողվեց 93-94 թվականին ստաբիլիզացիա անենք, 95 թվականին արդեն ես շատ ուրախացել էի, մենք միայն հաստոցաշինական ապրանքներով $180 միլիոն էքսպորտ էինք արել, միայն հաստոցաշինության ուղղությունը։ Դա նաև ի շնորհիվ էր, որ մենք բոլոր տնօրենների տեղ, մանավանդ մերձավոր արևելքի երկրներում, իմիջիայլոց ես 6 տարի եղել եմ հայ-իրանական միջպետական տնտեսական հանձնաժողովի հայկական կողմից համանախագահ, նույնը եղել եմ Հայաստան-Սիրիայում, նույնը եղել եմ Հայաստան-Եգիպտոսում։ Մենք ցուցահանդեսներ էինք կազմակերպում տնօրենների հետ, մեր հաստոշինական օրինակ ապրանքներին կամ էլեկտրոտեխնիկան, որը կամաց 2-3 տարվա մեջ սկսեց արդյունք տալ։ Բայց ես նաև այսպես կարելի ասել, որ 30-40%-ի վրա համեմատած սովետական պերիոդին մեզ հաջողվեց կանգնեցնել անկումը, Բայց ես նաև հասկացա, որ արդեն առանց լուրջ ներդրումների զարգացումը հնարավոր չի, քանի որ բնական է պետությունը ի վիճակի չի այդպեսի, ուրեմն մասնավորացումը անխուսափելի էր։ Արդյոք այդ մասնավորացման պայմանները չպիտի լինեին գործարանի պահպանումը, արտադրանքի պահպանումը։ Բայց այդպես չեղավ, չէ։ Ես ես մի բան ասեմ, երբ որ մենք անալիզ էինք անում, բավականի արտադրություններ կար, որ արհեստական էր ստեղծված։ Ասենք գյուղերում աշխատատեղ ապահովելու համար ստեղծվել էին գործարաններ եւ այլը, որոնք ես հասկացա, որ իրանք ապագա չունեն։ Կային արտադրություններ, որ ապագա չունեին։
ասենք մեր նախարարությունը մշակել ենք, որի հիմնական կոնցեպցիան, ասենք, այն ժամանակમાં մեր վարչապետը, որ մասնավորեցման, այսպես ասենք, հայրն էր, պարոն Բագրատյանը, մեր կոնցեպցիան ընդունել էր։ Եվ իմիջիալոց մենք իրար հետ էլ պայմանավորվել ենք, որ այդ 95 թվականին մեզ միացրեցին եւ թեթև արդյունաբերությունը, ասենք ինչ կար, հավաքվեցին մի բլոկի մեջ, որի կառավարում էինք իստիկել, դու մի համակարգում ունես 2-3 հազար միավոր գործարաններ, մոտարապես եմ ասում, դրա կառավարումը պրակտիկորեն անհնար է։ Բայց այդ մոտարապես 2000 հիմնարկների մեջ, այսպես ասենք, մեծ ու փոքր բանը, կար 40 հիմնարկ, որը տալիս էին մեր արտադրության 80%-ը։ Մենք խնդիր էինք դրել, որ այդ 40 հիմնարկը հատուկ պրիվատիզացիայի ծրագրով պիտի գնան։ Եվ այդ ընթացքում մենք այդ 40-ից մեր ժամանակ հասցրեցինք մի հատ թե երկու հատ սեփականաշնորհել, այն մնացածը մնաց։ Այն մնացածը այնպես որ այսպես ասեմ, ճիշտ է, սխալներ եղել են պրիվատիզացիայի մեջ, ես իմ անձնական սխալներն էլ եմ այդտեղ նայում, թե որտեղ ես եմ սխալ թույլ տվել, դա էլ կա, բայց ինքը process-ը պիտի գնար եւ ես մի բան էլ ասեմ, ինձ թվում էր, որ մենք անգամ ուշացրել ենք։ Հասկանալի է, կվերադառնանք այդ հարցին, կարճատև գովազդային ընդմիջումից հետո, գովազդը եթերում մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր զրույցը Աշոտ Սաֆարյանի հետ, ով առաջին եւ վերջին Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարն էր 90-ական թվականներին, տեխնիկական գիտությունների տեխնացու, ինժեներ։ Պարոն Սաֆարյան, մենք նախորդ բաժնում խոսում ենք անցյալի եւ անցյալի սխալների մասին։ Հիմա ինչքան էլ ճիշտ վերլուծենք, միևնույն է, իրականությունը այն է, ինչ որ կատարվել է, այո։ Այս պահին ես չեմ կարծում, որ մեր պետության ղեկավարությունը առանձնապես հետաքրքրված է արդյունաբերության զարգացմամբ եւ ճիշտ է, մենք ունենք բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, բայց իրենց հիմնական ակցենտը դա ծրագրավորումն է եւ այդ բարձր տեխնոլոգիաները այսպես կոչված, որոնք չգիտես ինչու միայն պատկերացվում են ուրեմն IT ոլորտի ձևով։ Ըստ էության մեր արդյունաբերական եւ տեխնիկական պոտենցիալը, մեր ինժեներական բազան, ես գիտեմ, որ մենք շատ մեծ կորուստներ ենք կրել այս անցած 30 տարիների ընթացքում։ Տեղյակ եմ նաև, որ դուք որոշակի ինժեներական խումբ ունեք մարդկանց, ովքեր փորձում են նորարարությամբ զբաղվել, տեխնոլոգիաներով զբաղվել։ Հիմա էլի եմ ուզում ասել, առանց արդյունաբերության, առանց տեխնոլոգիաների զարգացման երկիրը դատապարտված է մահվան։ Գուցե այդ հոգեվարքը երկար տևի, գուցե կարճ տևի, բայց միևնույն է, եթե երկրում չեն հասկանում արդյունաբերության դերը, ապա վաղ թե ուշ այն բարիքները, որ ստանում են դրսից, չի լինելու, ինչ որ բալանսի չի բերվելու, էլի, որովհետև նորմալ երկրները միշտ սեփական արտադրանքը արտահանելով եւ դրսից գնելով, ինչ որ բալանս է ձևավորվում։ Ես միշտ զարմանում եմ Հայաստանում ինչպես է ձևավորվում այդ բալանսը, ինչի հաշվին եւ ինչ տեխնոլոգիական հնարավորություններ մենք ունենք այս պահին։ Շատ լավ հարց տվեցիք, նախ սկսեմ նրանից, ոչ թե իրոք մենք դատապարտված ենք ունենալու լուրջ արդյունաբերություն, շատ առաջավոր։ Դա կենսական է, համաձայն եմ, որ մենք եթե այսպես էլ շարունակենք, ինչ որ հիմա է կատարվում, մենք դատապարտված ենք մահվանը, 100%-ով ասում, դա կլինի 10 տարի, 20 տարի, թե 30 տարի հետո չեմ կարող ասել։ Ինչ որ լուրջ արդյունաբերության մասին խոսում ենք, շատերը չեն էլ հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Կարծում են, թե մենք ինչ որ նորից խոշոր լուրջ ինչ որ գործարաններ պետք է կառուցենք, քիմիական կամ սա կամ մետալուրգիական եւ այլն, մետալուրգիան տնենք մի կողմ։ Ես նկատի ունեմ տեխնոլոգիական ընթացքը։ Ես ինչպես ձեզ ասել էի, 15 տարի ղեկավարել եմ գերմանո-ավստրիական ինժեներական կամպանիա, եղել եմ ԱՊՀ երկրների գործադիր տնօրենը։ Վերադարձել եմ Հայաստան 19 թվին, ոգևորված գիտելիքներ, ես իմիջիալոց, այսպես ասեմ,
շատ բան եմ սովորել ես գերմանացիներից եւ ավստրիացիներից եւ ինժեներական տեսակետից եւ ղեկավարման տեսակետից եւ կազմակերպման տեսակետից ոգևորված եկել եմ ստեղ ու առաջին խնդիրն էր որ հայ-տեքի ոլորտում ինչ որ հետաքրքիր բան կազմակերպել Հայաստանում ինչպես դες ասել էի ես սիրում եմ Գերմանիայում այցելել տեխնիկական ցուցահանդեսները նորություններով եւ այլն եւ մի գոլեգայի հետ որոշել ենք այստեղ զբաղվել կուտակիչներով էլեկտրական կուտակիչներով հետո մեր գործունեությունը սառեց որտեվ կովիդը փակեցին բոլոր ճանապարհները հետո այդ պատերազմը եկավ 44 օրյա եւ ես հասկացա որ մեր դեմ ուրիշ խնդիրներ են դրված տեսնելով այդ ամեն ինչը եւ ես քանի որ բոլորին ճանաչում եմ իմիջիալոց մեր մոտ մասնագետների տեսակետից կա 60-ից բարձր լավ մասնագետներ անկեղծ ես ասեմ 40-ից 60-ը ոնց որ դատարկություն է այդ մենք 20 տարի կորցրել ենք ինժեներական սերունդ դաստիարակելու բան բայց լավ երիտասարդություն կա հիմա շատ չեն բայց կան ուրեմն ես որոշեցի հավաքել բոլոր իմ գոլեգաներին ով որ քիչ թե շատ զբաղվում է հատուկ տեխնիկայով բան հավաքվենք տեսնենք ինչ ենք անում դրա մասին իմացավ նախարար եղավ 3-4 ամիս պարոն Չոբանյանը հրավիրեց մեզ թե եկեք այդ ձեր ինժեներական կլուբը որ ուզում եք բան անեք ստեղծենք նախարարությունում տեխնիկական խորհուրդ այդ տեխնիկական խորհուրդը սկսի բան անել հավաքվեցին 17 հոգի որտեղ եւ զինվորականներ կան եւ ինժեներներ կան եւ գիտնականներ կան եւ փորձ ունեցող մարդիկ խորհուրդը սկսեց աշխատել աշխատանք ընդամենը կարող եմ ձեզ ասել խորհուրդը աշխատել է երևի իրար հետ վերցրած 6 ամիս մենք հետո հասկացանք որ այդ խորհուրդը ոչ մեկին պետք չի երևի ավելի շատ ձեզ ասեմ որպեսզի թաքցնեն իրենց անգործությունը այսինքն նախարարի փոփոխությունից հետո այո թաքցնեն անգործությունը հիմա տեսեք դուք մենք էլ որոշեցինք որ այդ խորհուրդը պաշտոնական փակվեց 2 տարի հետո այս հիմիկվա նախարար Մխիթար Հայրապետյանը առանց խորհրդի հետ հանդիպելու առանց մեկի հետ խոսալու որոշեց որ իրան խորհուրդ պետք չի իմիջիալոց ինձ միջև հիմա էլ հարց առաջանում թե ոնց կարող է արևելագետը ղեկավարի բարձր տեխնոլոգիաների նախարարությունը այդ ձեզ ասած այդ բանը կոչվում է բարձր տեխնոլոգիաների նախարարություն ես մի քիչ բան պետք է ասեմ բայց այս 7 տարվա մեջ մի հատ տեխնոլոգիա մշակվել է օրինակ ես չգիտեմ կարող է իրանք գիտեն թաքուն պահում են ես չեմ տեսել Պետք է ելնեք ուրիշ բանից իրենց կանոնադրությունում նախարարության իրենց խնդիրը որն է ես կասկածում եմ որ այնտեղ լինի որևէ տեխնոլոգիա մշակելը Համաձայն եմ ձեր մոտեցման խնդիր է համաձայն եմ ձեր հետ ես կողքից իմացել եմ որ իրանք իրավունք չունեն ինչ որ ներդրում անեն որևէ գործարանի ստեղծման կամ բանի մեջ որը նոնսենս է հիմա անցնելով անալիզաներով այսօրվա եւ ռեգիոնալ եւ ընդհանուր քաղաքական իրավիճակը մենք տեսնում ենք որ մենք սենց մնացել ենք մենակ անպաշտպան բաց տեքստով ասում եմ խնդիրներ կան եւ գիտեք ինչա շատերին թվում է որ մենք այն ոլորտներում որ հետ ենք մնացել մենք դե դրանով չզբաղվենք որտեղ միշտ հետ կլինենք ձեզ օրինակ բերեմ ասենք վերցնենք այսօր ասենք կվանտային տեխնոլոգիաների զարգացման բանա
մենք առաջի կվանտային հեղափոխության Հայաստանը մասնակցել է, կարելի է այսպես ասենք, երկրորդ կվանտային հեղափոխության մենք ոչ մի, հիմա գալիս է երրորդ կվանտային հեղափոխությունը, որտեղ իմ կարծիքով մենք ասելիք ունենք։ Այսինքն մենք պետք է զարգացնենք այնպիսի ոլորտներ, որոնք նոր են։ Ուրիշի ճանապարհով գնալը սխալ է, որտեղ մենք միշտ հետ կլնենք, չենք կարող հասնել դրան։ Այսօրվա համաշխարհային տենդենսների զարգացման տեսեք, մենք ուզում էինք մեր ինժեներական ակումբով ստեղծել խմբեր, որոնք, ասենք, գտնում ենք ինչն է այսօրվա հեռանկարային, ասենք, որոշել ենք այսպես կոչված անգլերեն ասած նոն-կարբոն էներգետիկա, հա, ոչ ուգլերոդային էներգետիկա, ոչ ածխածնային, ասենք ավելի ճիշտ ասած էներգետիկա, կամ այսօր նայում ենք սպეციფիկ էլեկտրոմագնիսական излучение ճառագայթում, սպეციფիկ էլեկտրոմագնիսական ճառագայթում, որտեղ մենք պոտենցիալ ունենք, կան համապատասխան մասնագետներ, այսինքն մեր մակարդակով լուծել մենք կարող ենք ինչ-որ աշխատանքներ անել, այստեղից ընդեղից ասենք հավաքվել ինժեներական ակումբով, ով ինչ հնարավորություն ունի դրամ դնել, ինչ-որ մի բան անել, բայց դրանք նմուշներ են ստացվում, հաջող են թե անհաջող են, դա արդեն ուրիշ հարց է, բայց այդ նմուշը պետքա ենթարկվի տիրաժի, չէ՞։ Տիրաժի հնարավորություն չկա։ Պետությունը ասում է արդյունաբերության զարգացումը մասնավորի գործն է, որը տոտալ սխալ բազա է։ Ինչով կարող եք հիմնավորել, որ դա տոտալ սխալ է, որովհետև ես որքան հասկանում եմ, մեր անկախացումից հետո բոլոր միջազգային կազմակերպությունները ասում են, որ պետությունը չպետք է զբաղվի ոչ արդյունաբերությամբ, ոչ էլ ընդհանրապես որևէ տնտեսական գործունեությամբ։ Հիմա դուք ասում եք, որ դա սխալ է, երևի պետք է համեմատենք ուրիշ երկրների հիմա այդ ոնց է եղել, ասենք նույն Գերմանիայում, օրինակ պատերազմից հետո ինչպես եղավ, որ շատ արագ վերականգնվեց։ Գերմանիան մեզ մի համեմատեք, նա ուրիշ պետություն է, նա լավ բազա ուներ, իմիջիալոց ձեզ մի բան ասեմ, Գերմանիայի բախտը նաև բերեց, որ բոլորը իրենց 5 գործարանները դեմոնտաժարեցին, բերեցին սովետական միություն, մի քանի գործարան էլ մեր մոտ է, օրինակ մեր կաբելի գործարանը լրիվ Գերմանիայից դեմոնտաժարած գործարան էր, պատկերացնում եք այն ժամանակվանից բաներ։ Ասենք իրանք, քանի որ ունեն ինժեներական պոտենցիալ, ունեին եւ արագ այդ Մարշալի պլանի համապատասխան կարելի ասել 10 տարում Գերմանիան արդեն 55 թվի Գերմանիան ուրիշ Գերմանիա էր, քան թե 45 թվականն, այսպես ասենք Գերմանիան։ Մեր վիճակը շատ յուրահատուկ է։ Մեր վիճակը շատ յուրահատուկ է, ասենք ես կարծում եմ, որ գիտատեխնոլոգիական տեսակետից մենք ասելիք ունենք եւ անելիք ունենք։ Ունենք։ Ինչա պետք դրա համար։ Դրա համար պետք է ունենալ պետություն, որը համարում է, որ սեփական տեխնոլոգիական պոտենցիալը հնարավոր է մրցակից լինի արտասահմանյան։ Ես ես մի հատ օրինակ բերեմ, ասենք ասում եք ինչու մեր, քանի որ հանրապետությունը փոքր է, մասնավորի համար մեծ ռիսկեր կան։ Եթե մասնավորը անուններ չտամ, կոպիտ մի հատ գործարան է դնում, որը տեղական սպառում ունի, հա, այսպես ասենք, հա։ Մեկ էլ հանկարծ պատահում է, որ այդ մասնավորը սկսում է ընկերություն անել օպոզիցիայի հետ։ Օրինակ եմ ասում, հա։ Կոպիտ օրինակ է, բան։ Այդ մասնավորի ոչ ապրանքն են առնում, ոչ էլ ասենք պետությունը չի գնում այդ ապրանքը։ Հիմա կոնկրետ ասենք, տեսեք մեր գյուղատնտեսությունը քիմիական նյութերի պահանջ ունի։ Շատ մեծ պահանջ, իմիջիալոց
եւ սելիտրայի, եւ կալիում, եւ ֆոսֆորային, հա։ Ես այդ ուսումնասիրում եմ, ես տեսնում եմ, որ պահանջարկը մենակ սելիտրավի երևի 1/3-ով է կատարվում։ Ես առաջարկություն եմ արել, որ այսպես կոչված ազոտա ամիակի եւ ջրածնի ցիկլ ստեղծել Հայաստանում։ Գիտեք ինչ կա, դա լուրջ ինվեստիցիաների կարիք ունի, ենթադրենք կոպիտ ասած $200 միլիոն, հա։ Դե որ մասնավոր կգա այդ փողը կտնի սելիտր արտադրելու։ Ինչի ռիսկերը նկատում։ Այո, ռիսկերը։ Եթե պահանջարկը կա Հայաստանում։ Պահանջարկը կա, հա։ Ռիսկերը մեծ են։ Օրինակ ես այդ գործարանի համար իմ տեսլականն եմ տվել։ Իմիջիալոց մենք դա քննարկել ենք ամերիկական հայտնի KBR ինժեներական ընկերությունների հետ, որոնք ամբողջ աշխարհում այդ ամիակ ջրածին այդ ցիկլը իրանք են ինժեներական սերվիս անում, այսպես ասենք, հա։ Այդ տեղնել են ընտրել, մեզ էլ բացատրել են ամեն ինչ։ Ուզում եմ ասեմ, դա միայն մեր կարծիքը չի, այլ հայտնի որոշ ֆիրմաների հետ աշխատած կարծիքն է։ Մարդիկ ասում են, մենք գանք ձեզ համար սարքենք այսպես կոչված TEO են ասում, հա, առաջի էտապը կամ pre-feasibility study կամ ինչ անունը ուզում ես տնես, բան անես, դրա համար գումար է պետք։ Ես կարծում եմ այս դեպքում, օրինակ մեր կառավարությունը պետք է պաշտոնական պատվեր տա, այդ գումարը վճարի, պրոյեկտի գումարը վճարի, պրոյեկտի գործարանի, հետո հայտարարի բաց ակցիոներական ընկերություն, հավատացնում եմ ձեզ, որ մասնավորը կգա սկսի մասնաբաժիններ գնելը, եթե պետությունն էլ իրա հետ է։ Ինձ ծանոթ է այդ պրոբլեմը, նույն բանը ասում են նաև Քարակերտի քարաձուլարանի այդ գործարանի համար, ասում են, եթե պետությունը թեկուզ 20% վերցնի իր վրա, արտասահմանյան ներդրողներ կգան։ Դա նաև վերաբերում է, տեսեք, ռազմական տեխնիկային։ Մեր մոտ շատ մարդիկ կան, որ տարբեր տեսակի շատ հետաքրքիր բաներ ունեն, մշակած, փորձանմուշներով, բաներով, բայց դրանք բոլորը մնում են փորձանմուշի մագարդակի վրա։ Հիմա, տեսեք, եթե ուզում ես էքսպորտ անես, հա, ինչ-որ մեկը բան անում, այդ առնողները հարցնում են, դուք օգտագործում եք դա, ձեր մարմինները լիազորված օգտագործում են դա, դու ասում ես չէ, արդեն իրանց մոտ հարց է ծագում, բա եթե իրանք չեն օգտագործում, մեզ դա ինչ օգուտ կտա, կամ ստրուկտուրալ տեսակետից ես ուզում եմ ասել, որ այսօրվա ղեկավարման ստրուկտուրան ամեն ինչ անում է, որպեսզի ոչ մի բան չստացվի։ Ինչու՞։ Անգամ ստրուկտուրային, տեսեք, ասենք մի թեմա է շատ հետաքրքիր, այդ ճեղքումնային կվանտային տեխնոլոգիաների, որ ես ասում եմ, որոնք մենք արդեն մի 2-3 ուղղություն։ Այո, որտեղ կարող ենք մենք նոր խոսք ասել, որտեղ կարող ենք նոր խոսք ասել, այո։ Որով բոլորին հետաքրքրում է նոր խոսքը, հին խոսքը չի հետաքրքրում։ Հա, հիմա սրա ֆինանսավորման գործը, օրինակ դու դիմում ես գրում, որ ես ինձ թեմա ունեմ, խնդրում եմ, լրացնում ես համապատասխան թղթերը, ուղարկում ես, հա։ Նախ ես քու ուղարկած թղթերը, չգիտես ուր այդում ռեցենզիայի, հա, դուրս։ Հետո քեզ պատասխան։ Բայց գուցե պետք չի որ դուրս գնա։ Դե պետք չի, ոչ թե գուցե պետք չի։ Երկրորդը, հետո քեզ ես մի հատ այդպիսի փորձ ունեմ, քեզ պատասխանում են, թե մենք գտնում ենք, որ ստեղ տես մասնագետ չկա։ Հասկանում եք։ Ո՞վ է գտնում։ Ո՞վ են այդ գտնողները։ Երրորդը,
Ցանկացած հարց, գաղտնիության մասին չեմ խոսում, մեր երկիրը գաղտնիք չպահելու երկիր է, իմ անձնական կարծիքն եմ ես ասում, կարող է ինձ ապացուցել։ Այսինքն արդյունաբերական գաղտնիք, Այո, չգիտեմ, կոմերցիոն գաղտնիք, Իմիջիայլոց, քանի որ մեզնով հետաքրքրողներ շատ կան, մեր մասնագետներին կամաց դուրս են կանչում։ Դե ամբողջս 30 տարվա ընթացքում են դուրս կանչել, չէ՞, մենք շատ մասնագետներ կորցրել ենք, որովհետև իրանք դրսում են։ Եվ ձեզ ասեմ Տիգրան, իմ կարծիքով կարևորը չի այդ շենքերը, սարքավորումները, բաները, միևնույն ժամանակ գիտնականն է մնում ամենակարևոր մարդը։ Եթե մենք ուզում ենք ինվեստիցիա անենք գիտության մեջ, մենք մարդու մեջ պետք է ինվեստիցիա անենք։ Բայց ուզում ենք մենք գիտության մեջ։ Չգիտեմ, գիտության ասում եմ, թե ակադեմիական քաղաք սարքենք, էս անենք, այն անենք, այ մարդ լավ մասնագետ է պետք է քաղաքում աշխատող։ Այն ինձ դա միշտ հիշացնում է այն Կրիլովի առակը կվարծետ, գիտեք, որ 4 հոգի հավաքում են նվագեն, ասում են, չէ, սխալ ենք նստած, բերեք սենց նստենք, չէ, բերեք սենց նստենք, բայց նվագել չգիտեն։ Նվագել պետք է սովորացնել։ Որն է այս իրավիճակի։ Ես կարծում եմ, ես անգամ ասում եմ, մենք պետությունը փող չպետք է խնայի, որպեսզի լուրջ մասնագետներ հրավիրի, ինքը հրավիրի լուրջ մասնագետներ, լուրջ պայմաններ ստեղծել ստեղ։ Որպես բայց դա կանի մի այլ պետություն, այլ ղեկավարությամբ, որովհետև համայն դեպս եւ հիմա եւ սրանից անցյալ ղեկավարներ չհասկանալով տեխնոլոգիաների, գիտության, արդյունաբերության եւ ընդհանրապես այդ ամբողջը իրար հետ կապելու դերը երկիրը պատկերացրել են ավելի շատ տուրիստական կամ գյուղատնտեսական։ Ես դժբախտաբար ձեզ պետք է ասեմ, մի անգամ էլ եմ ասել վայեն երկրին, որը ղեկավարվում է առևտրական կապիտալի կողմից։ Շատ լավ։ Մենք այդ երկիրն ենք, առևտրական կապիտալը ավելի արագ գումար է բերում, առևտրի մեջ շատ ավելի շատ հասկանալի է, ոչ մեկ չի ուզում արդյունաբերության մեջ, եթե դու մի բան անում ես, պետք է մի 3-4 տարի, 5 տարի սպասես։ Շատ լավ, ճիշտ եք ասում, ես կներեք, որ ընդհատեցի ձեզ, բայց հիմա մենք ունենք այս ինչ որ ունենք։ Եվ արդյոք պետք է ուղղակի ֆիքսել, որ դա կա եւ որևէ բան չանել։ Ոչ մի բան չանել, չէ, դա ճանապարհը որն է ելքը, ինչպես կարելի է անել, որպեսզի եթե պետությունը չի ֆինանսավորում այդ համապատասխան հետազոտությունները, մոդելները, տեխնոլոգիական հնարավորությունները, ինչպես անել, որ դրանք այնուամենայնիվ գոյություն ունենան։ Դա հանգիստ կարելի է վաճառել այլ երկրում։ Իրենք մեծ հաճույքով դրանք կգնեն եւ երևի տասնապատիկ, քան դու ուզում ես քո երկրում աշխատացնել։ Ես բազմաթիվ այդպիսի փորձեր գիտեմ, որ նույնիսկ դրսից հայ տեխնոլոգներ, գիտնականներ գալիս են Հայաստան, ուզում են, որ իրենց գիտելիքները Հայաստանում իրագործեն, որոնք ոչինչ չեն, նույնիսկ փող չեն ուզում պետությունից։ Ընդհանրապես ապահովություն են ուզում պետության կողմից, որպեսզի կարողանան դրանք զարգացնել եւ պետությունը այդ ապահովությունը անգամ չի տալիս։ Հիմա այս պարագայում ինչ պիտի անի հայություն։ Գուցե իմաստ ունի այնուամենայնիվ փորձել ներգրավել այդ հայազգի մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից, գուցե հանգանակությունների միջոցով, գուցե սփյուռքի միջոցով, բայց ինչ որ բան պետք է անել, չէ՞ մենք սրա հետ չենք հաշտվելու։ Ես կարծում եմ, որ հանգանակությունների միջոցով այդ հարցը լուծվող հարց չի։ Հետևաբար ուրիշ բան կա։ Միանշանակ մի կարծիքի եմ, որ պետությունը դեր ունի։ Այսինքն դուք այն կարծիքի եք, որ պետությունը պետք է փոխել։ Այո։ Կապ չունի մարդը, կապ չունի ավելի պետության մոտեցում։ կոպիտ կարամ ասեմ։ Ես համարում եմ, որ մենք պետություն չունենք։
Եվ հետևաբար մեր արած Բացի դրանից ես նաև աշխատում եմ զբաղվելով ինչ-որ գիտական հարցերով եւ աշխատում եմ քաղաքականությունից անմիջական չմասնակցել հեռու լինել, բայց ես նայում եմ, տեսնում եմ, որ առանց քաղաքականության ոչ մի բան չի ստացվի։ Այս վիճակը չի կարելի այսպես թողել։ Ես դες մի բան էլ ասեմ։ Ասեք։ Այս տեխնիկական խորհուրդը որ ցրեցին 1000 ու մի բան եղավ, հետո վարչապետի ղեկավարությամբ մի հատ միջազգային խորհուրդ ստեղծեցին, հիշում եք։ Այո։ Բանի նախաձեռնություններ։ Բայց ասած չգիտեմ ինչ են արել։ Արշակյանի։ Իմիջիալուց ասեմ, ես Արշակյանին հարգում եմ։ Այս նախարարության հիմնադրիմը ինչ որ սկզբունքներ էր դրած, դրանք կարող էին աշխատել, բայց իրանից հետո չաշխատեց դա։ Ամենայն դեպս մարդը համակարգ էր մտածել։ Այո, ես կարող է սխալ լինի, ճիշտ լինի։ Մենք իր հետ մի քանի անգամ այստեղ հարցերով ենք արել։ Հետո ստեղծվեց այդ ինչ որ խորհուրդ վարչապետի ղեկավարությամբ, դրսից մասնագետներ կանչեցին եւ այլն, մի հատ երկու հատ նիստ արեցին, առաջին նիստում իրաց ողջունեցին, երկրորդ նիստում պետք է տենանք թե ինչ ուղղությունները, պատկերացնում եք, նիստ պետք է անեն թե ինչ ուղղություններով դի զբաղվենք, որ ուղղությունը ով է կոորդինացիանում եւ այլն, եւ դրանից հետո էլ ինֆորմացիա չկա, ինչ եղավ։ Այսպես չի կարելի պետություն պահել։ Այսինքն, եթե ես փորձեմ ամփոփել իմ հարցերը, պարոն Սաֆարյան, դուք այնուամենայնիվ այս ամբողջի լուծման ամենակարճ ճանապարհը տեսնում եք պետության մեջ այդ կտրուկ փոփոխություններ, այո։ Պետության մոտեցումների մեջ փոփոխություններով։ Օրինակ, դες մի հատ օրինակի համար, ասենք մի հատ թեմա է։ Կիսա ռազմական, թե ռազմական։ Ուրեմն այդ թեման անունները չտան, 5-6 գերատեսչություններում քննարկվում է։ Գերատեսչությունները ունեն ամեն մեկը իր շահերը, այսպես ասենք, դա էլ բնական է, որ կարող են հակասել։ Չկա մի մարմին սրանց գլխին, որ սրանք սկսում են իրար նամակ գրել, 6 ամիս, մի տարի, 2 տարի նամակներ են գրում։ Կոորդինատոր չկա մի հատ, որ ասեք եք հավաքվեք այդ 6-ը, այս հարցը սենց ենք լուծում։ Ժամանակը կորում է, ես դες նոր ասեցի, ինչ որ 2 տարի առաջ մշակվել է եւ շատ առաջադեմ է, այսօր նա բարոյական մաշված է արդեն։ Եվ գերմանացիները մի հատ լավ խոսք ունեն, ասում են ժամանակը ամենաչվերականգնող ռեսուրսն է։ Մենք ժամանակ ենք կորցնում։ Եվ մենք անընդհատ վատնում ենք այդ ռեսուրսը։ Վատնում ենք այդ ռեսուրսը։ Վերջին հարցը, պարոն Սաֆարյան։ Մենք նախընտրական շրջան ենք մտել։ 20-ից ավել կուսակցություններ հիմա պայքարելու են խորհրդարան մտնելու համար։ Դուք գիտեք ինչ որ կուսակցություններ, որոնք որ խնդիր են դրել նաև այդ պետական այս մոտեցումը փոխել։ Գիտեք ինչ, մեր ծես մի հատ հետաքրքիր բան, մեր 10 քանի հոգի ենք այդ ինժեներական ակումբը, ամեն մեկս ինչ որ մի կարծիք ունենք, բայց մենք որոշել ենք բոլորին լսենք, տենանք ով է մեզ հոգի հարազատ։ Հիմա մի 2-3 անունները չտամ, ասենք տեխնացուների հետ խոսել ենք, բավարարված չենք։ Հա? Այսինքն այդ պատկերացումը քաղաքական էլիտայի մոտ այդ պատկերացումը ինչի մասին սպասում է։ Խոսքը չկա։ Բոլորը դեկլարատիվ բաներ են։ Ես անուն չեմ ուզում գնամ եւ չեմ։ Այո, հասկանալի է։ Հա։ Այդ մեր խնդիրը չի։ Հա, ցավոք սրտի, հա։ Բայց ես անցյալ հաղորդման ժամանակ էլ ասացի 5 հատ հանգույցային գործարան, որ մենք ինժեներական կլուբով բան ենք արել, մենք պարտավոր ենք դա կառուցել, պարտավոր ենք ուղղակի։ Եվ մեկը վերաբերում է, ես ասացի, ասպես ես կոչում եմ ոչ թե դրոն, ոչ ռոբոտոտեխնիկա, հա, այսպես ասենք, նա կլինի թռչող, կլինի լողացող, կլինի պարկող, նշանակություն չունի։ Դրա հիմնական հանգույցները մենք պետք է արտադրենք։ Ոչ ոք, ես մի քանի անգամ հավատացնում եմ ձեզ, ինչ որ դրսից բերում ենք պատասխանատու, պետք է կաց մոմենտին նա չի աշխատելու։ Այսպես ասենք։
ասենք կան Մենք անհրաժեշտ դրա բաներ։ փորձ ունենք Հապա իրականում։ ոնց, չասենք, դրա փորձը ունենք, դրա փորձը մի քանի հատ աֆրիկական երկրներ էլ ունեն, այն որոնց ասենք ղեկավարները լուսահոգվեցին, Դե ինչ, փորձենք ամփոփել փաստորեն։ Ուզում եմ ամփոփեք ես։ Փորձենք ամփոփել, մեզ պետք է տեխնոլոգիական արդյունաբերական երկիր, այլապես երկիրը չի կարող մրցակցել ոչ միայն իր հարևանների հետ, այլև ընդհանրապես աշխարհի հետ, եւ երկիրը պիտի ինչ-որ բանում մասնագիտանա, պիտի ունենա իր դեմքը։ Մենք տեսանք օրինակ Չինաստանի աննախադեպ զարգացումը 30-40 տարվա մեջ, որը արդյունք էր նրա, որ այդ տեխնոլոգիաները ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրոպայից բերում էին Չինաստան, որպես էժան աշխատուժի պետությունը խրախուսում էր, տեղ էր տալիս, պետությունը կարգավորում էր, ասում էր, էսա պետք, ենա պետք, ստեղծում էր պայմաններ։ Մենք իրար հետ բազմաթիվ փորձեր ունենք, երբ որ մեր հայրենակիցները փորձել են ստեղ մի հատ արտադրություն կազմակերպեն եւ վերջը դա ֆիասկոյով է վերջացել։ Ինչի համար։ Որովհետեւ պետություն շահագրգռված չի եղել, որպեսզի այստեղ այդ գործարանները լինեն։ Ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, ասենք նույն Վահե Կարապետյանի ավտոմոբիլային արտադրության գործարանը, որը որ անհասկանալի պատճառներով, այսինքն զուտ բյուրոկրատական պատճառներով չկայացավ, Այո, եւ այդպիսի տասնյակ բաներ կան, որ մարդիկ խանդավառությամբ իրանց գումարը, իրանց տեխնոլոգիական միտքը բերում են Հայաստան եւ այստեղ հանդիպում են բյուրոկրատական ծառը քմծիծաղին եւ մի քանի տարի է պետք լինում, որպեսզի մարդիկ ուղղակի հասկանան, որ այստեղ հնարավոր չէ անել, եթե այդ մոտեցումը լինի։ Եվ ձեր միակ ուրեմն ճանապարհը, որ դուք ասեցիք, դա ոչ թե դրա դեմ ինչ-որ մասնավոր միջոցներով մաքարելն է, այլ պետության մեջ մտածողությունը փոխելը։ Այո։ Ես ուզում եմ վերջում, եթե կարելի է դիմել ձեր ունկնդիրներին, մեր ժողովրդին, սիրելի ժողովուրդ, հայ ազգը միշտ էլ ունեցել է պայծառ գլուխներ։ Մենք ունենք անհրաժեշտ ունակությունները, մենք ունենք անհրաժեշտ մտածողությունները, կազմակերպչական ջիղը, մենք պատրաստ ենք մեր հայրենիքը դարձնել տեխնոլոգիական զարգացած հայրենիք, սպეციფიկ տեխնոլոգիաներով։ Դա է մեր ուժը, դա է մեր պաշտպանը, դա է հարգանքը դեպի մեզ։ Ես այնքան ցավում եմ, ես լսում եմ շատ երկրների, մասնավորապես դες ասեմ, այդ հայտնի տեխնոլոգիական երկրների կոմենտարիաները մեր մասին։ Չզարգացած գյուղատնտեսական հետամնաց երկիր։ Ինչո՞ իրականություն։ Արդյունաբերություն չունեցող, ես նենց վատ եմ ինձ զգում։ Ինձ համար ոնց որ ամբողջ կյանքս իզուր է անցել։ Ունենք այդ հնարավորությունները, որ այդ մարդկանց էլ ասենք, արի տես, դուր է, որ հայ գիտնականները առաջի կվանտային հեղափոխություն էին անում։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան, հուսանք, որ ուրեմն ելք գտնվի եւ պետությունը վաղ թե ուշ կհասկանա դրա կարեւորությունը, իսկ մինչ այդ ես կարծում եմ մասնագետները իրենք պետք է զբաղվեն այդ ոլորտի փրկությամբ։ Ասма ռուսական մի հատ ասացված կա, ասма спасение утопающих дело рук самих утопающих։ Այդ վիճակում ենք։ Աշոտ Սաֆարյան, Հայաստանի Հանրապետության միակ արդյունաբերության նախարարը, ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու։
Սիրելի բարեկամներ, սրանով ավարտում ենք մեր հաղորդումը, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։